փորձենք երկու մասի բաղդատել, այսինքն հարկային մարմնի կողմից հավաքագրումներ եւ մաքսային մարմնի կողմից հավաքագրումներ։ Առաջինի դեպքում ունենք 11.2% աճ, որը առաջանցիկ է, քան մեր տնտեսական աճի կամ ակտիվության տեմպերն են։ Երկրորդ դեպքում ունենք 15% անկում, մոտավորապես մաքսայինի կողմից։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ սահմանին հավաքագրումների կամ ներմուծման մեջ որոշ խնդիրներ են եղել, որոնք օբյեկտիվ են։ Հիմնական մասը ավտոմեքենաներն են։ Տեսեք, նախորդող տարիներին բավական մեծ աճեր ունեինք ավտոմեքենաների ներմուծման, եւ այդ բարձր բազայի վրա արդեն 2024 թվականին նվազում տեղի ունեցավ։ Ունենք նաեւ ծխախոտի ներմուծման Ես հիմա ներկայացնեմ զեկույցը, հետո դուք հարցերով կտաք, ավելի կբարձրաբանեմ։ Ծխախոտն է ներմուծման դեպքում, բայց կան հիմա եթե հարկերենային գանք, այո, հարկերենային նվազում տեղի ունեցել է մոտ 0.5%-ային կետով, բայց դա չի նշանակում, որ օրինակ ստվերի նվազման տեմպերը նվազել են։ Ինչու է հարկերենային նվազումը տեղի ունեցել։ Մեկը նշեցի ներմուծման նվազման հետևանք որոշ օբյեկտիվ գործոնների։ Երկրորդը արդեն ժամանակային լագն է, այսինքն երբ է ձևավորվում տվյալ ոլորտի ավելացված արժեքը եւ երբ է վճարվում դրա հարկը։ Հիմա երկու ոլորտ կա, որոնք բարձր աճի տեմպեր են ունեցել վերջի տարիներին՝ բանկային համակարգ եւ շինարարություն, որոնց հարկերը ավելի շատ նկատվում են այս տարի, այսինքն հարկային մուտքերը նկատվում են այս տարի, այսինքն կա տվյալ ժամանակահատվածի տնտեսական աճի եւ հարկային եկամուտների միջեւ խզում։ Այդ խզումը ուշանում է մուտքերը, դա է պատճառը նաեւ հարկերենային նվազման, բայց նաեւ ունենք վիճակագրական որոշակի վերանայումներ, մասնավորապես տեղյակ եք, որ կան օրինակ, քանի որ այդ վերարտանման մասին էի խոսում, վերարտանման շղթան հեշտ չէ հաշվառելը, այդ վերարտանման շղթայի հաշվառումը առևտրի մեջ որոշակի գերագնահատում ունի։ Մյուսը մեր արդեն մյուս խնդիրը, որը որ նկատվում է մեր կողմից, դա օրինակ այնտեղ կա սեփական կացարանում բնակվելու հանգամանք, երբ որ վերջին տարիներին սկսել վիճակագրական կոմիտեն դա հաշվառել, դա բերել է որոշակի բարձրացումների, իսկ ինքը հարկ չի գեներացնում։ Այսինքն մարդը երբ որ բնակվում է իր բնակարանում, ինքը որոշակի գնով ձևակերպվում է որպես ավելացված արժեք տվյալ տարվա համար, բայց ինքը հարկ չի գեներացնում։ Այսինքն կան նաև վիճակագրական խնդիրներ, բայց գլոբալ խնդիրները այդ երկուսն են՝ ներմուծում եւ տնտեսության կառուցվածքի փոփոխություն, որոնց հարկերը ավելի ուշ են վճարվում կամ չեն վճարում, որովհետեւ արտահանելի հատված են, ինչպես պարոն նախարարը նշեց։ Սա է հիմնական պատճառը։ Հիմա գանք մյուս զարգացումներին։ Նախ նշեմ, որ եթե խոսենք օրինակ 5 ամիսներից արդեն բավական բարձր աճեր ունենք եւ այդ իմ ասացի վկայությունն է, որ մենք հիմա արդեն հավաքագրումներում մեծ տեմպ ենք հաղորդել, մոտավորապես 142 միլիարդ հունվար մայիսով ավելացում կա, որը 14.4%-ով աճ է ենթադրում, եւ ես սրա համար ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել բոլոր հարկվճարողներին, եւ դա նաեւ առաջանցիկ է տնտեսական աճի տեմպերից, ինչը նշանակում է, որ հարկեր հնարացուցանիշի տեսանկյունից արդեն բարելավումները սկսել են։ Նշեմ նաև, որ 24 թվականին մոտ 392 միլիարդ վերադարձ է տեղի ունեցել հարկ վճարողներին, որի մեջ մեծ մասը, նախ 81%-ով աճ, 29.3 միլիարդով աճ ունենք, մեծ մասը իհարկե այստեղ խոսքը հիպոթեկի տոկոսադրումների դիմաց եկամտային հարկի վերադարձի մասին է, որը աճել է 32%-ով կամ 16.6 միլիարդ դրամով։ Հիմա որպեսզի կարողանանք հասկանալ, թե ՊԵԿ գործունեությունը ինչ արդյունավետություն է ունեցել, պետք է տարբեր ասպեկտներով դիտարկենք։ Մեկը ասեցի, ինչքանով է համահունչ տնտեսական զարգացումներին, արդեն խոսեցինք նրա մասին, որ եթե օրինակ այդ ներմուծման գործոնը որոշակի տարանջատենք, հարկային մարմնի հավաքագրումները համահունչ են եղել մի բան էլ ավել տնտեսական զարգացումներին։ Մյուս կտորը, որով չափում ենք արդյունավետությունը պետական եկամուտների կոմիտեի, երկու ցուցանիշ են՝ ծախսը արդյունավետություն եւ վարչարարության արդյունավետություն, ինչը նշանակում է, թե մեր հասարակությունը որքան է ծախսում մեր հարկերի հավաքագրման վրա, եւ այդ ցուցանիշը ուրեմն վարչարարության արդյունավետության ցուցանիշը մոտ 1.2 է, 1.1% էլ
ծախսը արդյունավետության ցուցանիշն է, իսկ այլ հավասար պայմաններում, եթե շատ չխորանանք մասնագիտական դետալների մեջ, մեր հասարակությունը մեր հարկերի 1.1-ից 1.2%-ն է ծախսում հարկահավաքման գործառույթները պատշաճ իրականացնելու համար։ Մյուսը ստվերի նվազումն է, տեսեք, հարկեր հնայի նվազում կա, այո, բայց ստվերի տեմպերը նվազման չեն դանդաղել։ Դրա մասին է վկայում մեր եւ ֆինանսների նախարարության տարբեր գնահատումներ, եւ եթե վերջի տարիներին նայենք, պարբերաբար 0.3-ից 0.4%-ային կետ ստվերից դուրս եկող եկամուտներ ունենք, ինչը տարեկան նշանակում է լրացուցիչ 30-40 միլիարդ եկամուտներ։ Բացի դա, եթե փորձենք օրինակ մեր վարչարության արդյունքներից խոսել, մենք ունենք 24 թվականին 49.5 միլիարդ դրամի ավել առաջադրումներ մեր բոլոր գործիքներով վարչարության հարկվճարողներին, որը 37%-ով ավել է, սա եւս մեկ անգամ փաստում է, որ ստվերի նվազման ջանքերը շարունակել են 2024 թվականին, եւ մյուս ասպեկտը պետ գործունեության արդյունավետության գնահատման դա գոհունակությունն է տնտեսվարողների, որը ամեն տարի չափում ենք թե մենք, թե նաեւ միջազգային կառույցների միջոցով, եւ անցած տարվա արդյունքները վկայում են, որ հարկային մարմնի մասով հարցվածների 83%-ը գոհ է աշխատանքից, մաքսային մարմնի մասով մի փոքր ավելի ցածր 80%-ին մոտ, եւ վերջում մի փոքր անդրադարձ նաեւ հանուն արդարության նշեմ, որ քանի որ ես ինքս զբաղվել եմ կանխատեսումներով եւ այդ թիմը կոորդինացել եմ ֆինանսների նախարարությունում, եթե դուք վերցնեք մեր բյուջետային փաստաթղթերը նայեք, ուղերձ, միջնորամկետ ծախսերի ծրագիր, բոլոր տեղերում մենք կանխատեսումների ռիսկերը նկարագրել էինք եւ ցույց ենք տվել նաեւ կանխատեսումների դեպի ներքև վերանայումները հստակ ու դրանց գործոնները ու փաստացի երբ որ խոսում ենք կատարողականից 24 թվականի 92.7, ճիշտ է դա ճշտված ծրագրի նկատմամբ այդպիսին է կատարողականը, բայց բոլոր փաստերը հստակ հուշում են, որ դեպի ներքև վերանայումների օբյեկտիվ իրականություն կար, որը հստակ փաստարով է եւ հանրությանը ներկայացվել է։ Հիմա արդեն անդրադառնամ ծախսերի մասին, ֆինանսների նախարարը նշեց մեր հիմնական ծախսային կատարողականները, երկու հիմնական ծրագիր ենք իրականացնում ու մինչև 2024 թվականը մեկ ծրագիր էր, արդեն երկուս, որին ավելացել էր մեկ ծրագիր հիպոթեքի տոկոսների վերադարձի ծրագիրը, որը 68.6 միլիարդ է եղել եւ ամբողջությամբ կատարվել է։ Մյուս մասը արդեն հարկային եւ մաքսային ծառայություններ ծրագիրն է եւ մեր կատարողականի, այսինքն ծրագրից որոշակի շեղումը պայմանավորված է հենց այս ծրագրի կատարողականով, դա կազմել է 34.1 միլիարդ դրամ, ապահովել է 86.1% կատարողական, եթե փորձենք բացել, թե որ միջոցառումներն են, որոնք բերել են ծրագրից որոշակի դեպի ներքև շեղման, երեք հիմնական միջոցառումներ ունենք, առաջինը հարկային մաքսային ծառայությունների միջոցառումն է, մյուսը կապիտալ ծախսերի երկու մասեր են, մեկը մեր շենքային պայմանների բարելավման միջոցառումն է եւ մյուսը արդեն արտաքին աջակցության կամ վարկարման ծրագրերով իրականացվող կապիտալ ծրագրերը։ Հիմա առաջինի մասով նշեմ, որ ունենք հարկային մաքսային ծառայությունների միջոցառման մասով 25.4 միլիարդ դրամ օգտագործում 24 թվականին, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 96%-ը։ Սա հիմնականում լավ երևույթ է տեղի ունեցել, խնայողություններ են տեղի ունեցել, ինչ է դա նշանակում, մրցույթների արդյունքում ապրանքների եւ ծառայությունների գները որոշակի դեպի ներքև են վերանայվել եւ դա է պատճառը, որ ծրագրից 4%-ային կետով դեպի ներքև է շեղվել, այնուամենայնիվ անցած տարվա համեմատ այս ծրագրով 20%-անոց աճ ունենք, շուրջ 4.3 միլիարդ դրամ, որը հետևանք է նրա, որ անցած տարի ներդրվել է հարկային եւ մաքսային ծառայությունների համար հավելավճարի համակարգ, որով որ կոնկրետ ցուցանիշների թիրախների հասնելու դեպքում մեր ծառայողները լրացուցիչ հավելավճարներ են ստանում։ Մյուսը շենքային պայմանների մասով նշեմ, որ նախատեսված միջոցների 47%-ն է օգտագործվել, մոտ 1.2 միլիարդ դրամ, սա հիմնականում վերաբերում է Բաղդաշենի մաքսային կետի շինարարությանը։ Բաղդաշենի մաքսային կետի շինարարության խնդիրը հիմնականում անցած տարվա բնական աղետի հետ է կապված, որը հնարավորություն չի տվել շինարարությունը այն տեմպերով իրականացնել, ինչը որ նախատեսել էինք, բայց այնուամենայնիվ եւս մի գործոն է կա, որոշակի փոփոխություններ են կարել նախագծանախաշվային փաստաթղթերում,
որի արդյունքում անկախ այդ նշված ավելի քիչ օգտագործված գումարների անցած տարվա համեմատ կապիտալ շինարարությունը աճել է այդ ուղղությամբ հակատաշենում 61%-ով կամ մոտ 69 միլիոն դրամով։ Եվ վերջինը Մեղրի սահմանային անցման կետի ծրագիրն է, որտեղ ունենք երկու ֆինանսավորման աղբյուր, դրամաշնորհ եւ վարկային ծրագիր։ Նախ նշեմ, որ օգտագործվել է այստեղ միջոցների 31%-ը, 1.2 միլիարդ դրամ, որից դրամաշնորհային ծրագրի մասով 947 միլիոն դրամ կամ նախատեսված միջոցների 49%-ը, իսկ վարկային ծրագրի շրջանակներում շուրջ 210 միլիոն դրամ կամ նախատեսված միջոցների 11.5%-ը։ Առաջին հայացքից կթվա, որ բավական ցածր են ցուցանիշները, բայց այստեղ էլ օբյեկտիվ երևույթ կա, տարին պլանավորվել էր, բայց քանի որ վարկային եւ դրամաշնորհային ծրագրի բանակցություններ են գնացել եւ դրանց ուղղությամբ արդեն մասանումների վերաբերյալ փաստերը ստորագրվել են 24 թվականի մարտի 20-ին, դրանից հետո շինարարը արդեն երբ որ երաշխիք է ներկայացնելու եղել, ուշացել է դա հասնելով մինչև հունիսի վերջ եւ փաստացի տեղի ունեցել տարվա երկրորդ կեսին շինարարությունը եւ դա է պատճառը, որ ունենք ավելի քիչ օգտագործում այդ միջոցների։ Նշեմ նաեւ, որ ինչպես ֆինանսների նախարարը նշեց, մենք ունենք նախատեսված 13 ծրագիր կար, բայց փաստացի 17 ծրագիր է իրականացվել։ Ստեղ ավելացումները հիմնականում պայմանավորված են 3 միջոցառումներով։ Առաջինը ՊՕԱԿ է ստեղծվել G-Solution, որը տեղեկատվական համակարգերն է սպասարկում ինչպես պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ ֆինանսների նախարարության։ Մյուսը մեր ֆիզիկական անձ մեքենա ներմուծողներին աջակցության ծրագիրն էր մաքսային վճարների ուղղությամբ եւ երրորդը, որը սովորաբար չի լինում, բայց տարվա ընթացքում վերաբաշխման ճանապարհով է արտացոլվում բյուջեում, դա հայցադիմումների համար կատարվող վճարներն են եւ այս 3 հիմնականն են, որոնք ավելացել են տարվա ընթացքում։ Սա ծախսերի մասով եւ քանի որ առիթ ունեցել ենք կառավարության ծրագրի հաշվետվությունը ներկայացնելուց խոսել նաև այն բարեփոխումների մասին, որոնք 2024 թվականին իրականացվել են, ես ուղղակի կարճ կփորձեմ անդրադառնալ ամենաէական միջոցառումներին, որոնք 24 թվականին եղել են։ Տեսեք, մեր գերխնդիրը վերլուծությունները զարգացնելն է եւ հնարավորինս անհպում ու տնտեսվարողներին եւ հարկվճարողներին չխանգարելով վարչարություն իրականացնելը։ Այս ուղղությամբ ստվերի գնահատման նոր գործիքներ են ներդրվել, սա համատեղ ֆինանսների նախարարության հետ համատեղ աշխատանք է, նաև մեր կենտրոնական բանկի եւ էկոնոմիկայի նախարարության գործընկերների։ Նախկինում ունեինք մակրո գնահատումները վերևից ներքև, հիմա ունենք ներքևից վերև արդեն գնահատումներ շահութարկի ու եկամտային հարկի մասով։ Հարկային ռիսկերի վերլուծության համակարգը կատարելագործվել է մոտ 35 չափանիշներ կամ շուրջ 50%, որը բերել է նրան, որ մեկ ստուգման արդյունքում բացահայտումները աճել են եւ շարունակաբար աճում են։ Մյուսը օրինապահության համակարգի ներդրումն է, մոտ 168 հարկ վճարող դիմել է, հավաստագիր են ստացել 83-ը, որից 2-ը արտաքին առևտրի գործունեությամբ զբաղվող, եւ մաքսային ռիսկերի վերլուծության համակարգում էլ բարելավումներ ունեն գործիքների, որի արդյունքում կարմիր ռիսկի մակարդակով դեպքերի քանակը, այսինքն առանց զննման դեպքերի քանակը էապես նվազել է ընդհուպ հասնելով մինչև 6%-ի այդ ընդհանուր բեռնափոխադրումների մեջ։ Թվայնացման ուղղությամբ 2-3 կարևոր բան նշեմ, ներդրվել է եկամուտների հայտարարագրման հարթակը, ինչպես վեբ տարբերակը, այնպես էլ բջջային հավելվածի տարբերակը, ներդրվել է հարթակ, որտեղ որ մեր հայրենակից տաքսի ծառայություն մատուցող հայրենակիցները կարողանում են իրենց հարկերը պատշաճ վճարել այդ MyTax հավելվածի միջոցով եւ նաեւ ունենք ներդրված մաքսային վճարների համակարգ պոստտերմինալների միջոցով, ինչպես նաեւ գործարկվել է մի քանի աղբյուրի ստացման ենթակա եկամտից հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների վերադարձի ավտոմատ համակարգ։ Մաքսային ընթացակարգերում էական բարելավումներ ունենք, մասնավորապես եթե խոսենք նրա մասին, թե ինչ են կարել, ֆիզիկական անձանց առաքայինների գծով հայտարարագրման գործընթացն է պարզեցվել, նախնական մաքսային հայտարարագրման համակարգը, որը 2023-22 թվականին էր ներդրվել, դա տարիներ շարունակ էական բարելավումներ կան նաև 24 թվականին, նշեմ, որ մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը երկիր մուտք գործելուց մինչև ապրանքի բաց թողումը
նախկինում 2-3 օր էր, վերջին տարիներին հասավ 1-1.5-2 ժամ, 24 թվականին հասել է արդեն 1 ժամի եւ նաեւ ներդրվել է պարբերական մաքսային հայտարարագրման համակարգը, որը այն նախնական հայտարարագրումից տարբերվում է նրանով, որ մինչեւ այդ սահմանը հատելը ներմուծվող ապրանքները ուրեմն հայտարարողի կողմից ճշգրտվում է հայտարարագիրը, որից հետո միայն տվյալ հայտարարագրով ներմուծվող ապրանքները կարող են բաց թողնվել։ Պարբերական մաքսային հայտարարագրման դեպքում դա նախնականի դեպքում էր, պարբերական մաքսային հայտարարագրման դեպքում հայտարարված ապրանքների բաց թողումը իրականացվում է մինչև սահմանը հատելը, ինչը նշանակում է կազմակերպությունը մեկից ավել տրանսպորտային միջոցներով ներմուծվող մեկ խմբականակ բեռը կարող է տնօրինել տրանսպորտային միջոցի սահմանահատման պահից միանգամից։ Ներդրվել է նաև MyLink համակարգը, որը թույլ է տալիս առանց մաքսային մարմին այցելելու, սպասարկման սրահ այցելելու հեռավար ռեժիմով սպասարկել եւ 24 թվականին 4000 հայտարարագիր այդպես է սպասարկվել։ Ներդրվել է նաև ժամանակի վերահսկողության համակարգ, որը թույլ է տալիս մաքսային ընթացակարգերը սկզբից մինչև վերջ ժամանակի չափումով պատկերացնել, թե մարդիկ ինչքան ժամանակ են դա ծախսում։ Մյուս ուղղությունը ենթակառուցվածքներն են, որի մասին խոսեցի, Երևանի Մեղրի անցակետի մասին խոսեցի, Երևանի ԱՏԳ-ի մասով ունենք արդեն քանման աշխատանքների իրականացված եւ շուտով պետք է անցնենք արդեն շինարարության փուլին եւ նաեւ նշեցի Բագատաշենի մասին, որը անցած տարի իհարկե կիսով չափեր արվել, այս տարի արդեն առաջի փուլը ամբողջությամբ ավարտել ենք։ Կուզեմ նաեւ նշել մեր մարդկանց եւ մեր աշխատակիցների կարողությունների բարձրացման մասին 113 ուսումնական դասընթաց է կազմակերպել, որին 2808 աշխատակից մասնակցել են, բայց նաև պատրաստման եւ վերապատրաստման գործընթացներ են իրականացվել, որտեղ ստուգվում է բարեվարկություն, կարողություններ են զարգացվում, մոտ 237 հարկային ծառայող, 331 մաքսային ծառայող պատրաստվել են եւ վերապատրաստվել է 232 ծառայող։ Եվ վերջում ամփոփելով միջազգային համագործակցության ուղղությամբ 24 թվականին որոշ կարևոր ծրագրեր նախ Ասիական զարգացման բանկի հետ մեկնարկել է հայ-վրացական համատեղեցկողության սահմանային անցման կետի զարգացման պլանի մշակման աշխատանքները, Համաշխարհային բանկի հետ մեկնարկել է անկախ գոհունակության հարցումներ, ինչպես նաև KPI-ների համակարգ նոր մեր աշխատակիցների համար եւ մի կարևոր ձեռքբերում էլ UNDP-ի հետ ներդրվել է թվային հետախուզության լաբորատորիա, որը թույլ է տալիս թվային գործիքներով պայքարել տնտեսական հանցագործությունների դեմ եւ մի կարևոր նախաձեռնությունն էլ 24 թվականին օրենքով ազգային ժողովը ընդունել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը, որը թույլ է տվել միանալ մի այսպես ասած հարթակի, որտեղ փոխանակվելու են ֆինանսական հաշիվները այս տարվա սեպտեմբերից արդեն սկսած տարբեր երկրների միջև եւ վերջում ամփոփելով ուզեի եւս մեկ անգամ կրկնել իմ կոչը հարկ վճարելու մշակույթի հետ կապված, որը վերջին պարբերաբար եւ ասուլիսներին եւ հարցազրույցներին ես հնչեցնում եմ, հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորությունն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն եւ բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն։ Իսկ բարեխիղճ հարկ վճարելը հոգատարությունն ու պատասխանատվություն ստանձնել է այդպիսի կյանք ապահովել ներկա եւ ապագա սերունդների, մեր երեխաների համար, որը համոզված եմ յուրաքանչյուրը զգում եք ձեր հոգու խորքում։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։